Երևանի երիտասարդական մետրոյում ուղևորները մի պահ կանգ են առնում զարմանքից։ Դե ամեն օր չէ, որ այստեղ համերգով հանդես է գալիս պարկը, Եվրատեսիլ 2025-ում Հայաստանի պատվիրակը։ Ուզում չկա, սենց մի քիչ կա, միշտ էլ է դրի նման երևից առաջ, բայց սենց ավելի սենց լավ էներգիա տալիս է ելույթի համար, սենց։ Շատ մի տեսակ ուրիշ է, հետո սենց ցեները ինք է սենց արձագանքում, ու սենց մարդիկ սպասում են, կանգնում են, սենց մենք չեք ենք անում, սենց որ սպասում են արդեն որ սկսենք, չգիտեմ, սենց շատ դրական էներգիա եմ զգում։ Մետրոյում պարկի համերգը կազմակերպվել էր առաջին ալիքի եւ կերոն զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ երաժշտական մետրո նախագծի շրջանակում։ Քանի որ պարկը առհասարակ շատ անմիջական ու մարդամոտ արտիստ է, միանգամից երբ մտածում ենք, թե որտեղ արժի իր համերգը կազմակերպել, հասկացանք, որ պիտի այնպիսի ձևաչափ լինի, որ հանրությանը մոտ լինի եւ կարողանա երկրպագուների հետ շփվի, իրենց հետ խոսի։ Ես վստահ եմ, որ այս ձևաչափը շատ սիրվելու է եւ արդեն սիրվել է, տեսնում ենք, եւ երկրպագուներն էլ իրեն վարակելու են այնպիսի էմոցիաներով, որ դա վստահաբար իր հետ տանելու է Շվեյցարիա եւ բեմով իրեն շատ է օգնելու հենց այս էմոցիաները եւ էներգիան, որ փոխանցում է հանդիսատեսը։ Կերոն զարգացման հիմնադրամը Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ հունվարի 9-ից էր մեկնարկել երաժշտական մետրո նախագիծը, որի շրջանակում մետրոյում 16 համերգ է կազմակերպվել տարբեր արտիստների ու խմբերի մասնակցությամբ։ Այսօր մեր վերջին համերգն է եւ հանրային հայրենասթանքերության հետ համագործակցությունը շատ լավ ստացվեց, քանի որ ճանապարհում ենք այս տարվա Եվրատեսիլի մեր ներկայացուցիչին Փարգին եւ այսօր վերջին համերգը մեր երաժշտական մետրոյի փակումը կլինի եւ մենք հաջողություն ենք մաղթում Փարգին Եվրատեսիլում։ Մինչ Երևանյան մետրոյում ելույթ ունենալը պարկը Եվրատեսիլի պրոմոտուրերի շրջանակում հասցրել է հանդես գալ եվրոպական բեմերում։ Երգիչը մեզ հետ կիսվում է նախապատրաստական աշխատանքների փոքրիկ գաղտնիքներով։ Ռեժիմի մեջ եմ, սենց մինիմում 8 ժամ քնել, լավ սնվել, չգիտեմ, միշտ դրական էմոցիաներ, լավ էներգիա, չլարվել, դա միշտ օգնում է։ Եվրատեսիլում լրիվ ուրիշ բեմադրություն է լինելու, էներգիայով ավելի շատ է լինելու, ավելի շատ շարժումներ, ավելի շատ էներգիա, սենց օբշի ավելի էֆեկտներով է լի լինելու, սենց շատ սենց լավ թիմ ունենք, Մարվինը, Դիտման, հետո Մարիսոֆի, ու իմ խորեոգրաֆը, ում հետ նաև աշխատել ենք դեպի Եվրատեսիլի բեմադրության վրա, ու տենց հա գնացինք, ստգեցինք, քանի փորձ արեցինք, ու շարունակելու ենք արդեն Շվեյցարիայում այդ փորձերը, այդքան էլ չեմ կարող ասի։ Պարկի համերգը մետրոյում յուրահատուկ փորձառություն էր ոչ միայն երգչի, այլև նրա երկրպագուների համար։ Փայլուն ելույթ, վառ տպավորություններ ու իհարկե հաղթանակ։ Սրանք են նրանց մաղթանքները Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցչին։ Միանշանակ մաղթում եմ, որ հաջիկ ստանա Եվրատեսիլյան սահուբոհից ու վայելի ամեն վարկանը։ Հաջողություն, իհարկե, ու մենք բոլորս աջակցում ենք պարկին։ Պարկին Եվրատեսիլում մաղթում եմ հաջողություն ու վստահ եմ, որ ինքը պատվով կվերադառնա Եվրատեսիլից։ Այս պահին իրականում հաղթանակը իմ համար այդքան կարևոր չի, կարևորը պատվով ներկայացնելը Հայաստանն է։ Ես արդեն իրան մաղթեցի հաջողություն ու շատ հուսամ, որ իր կարիերան կգնա ավելի բարձր, ավելի ու ավելի։ Եվրատեսիլ 2025-ը տեղի կունենա մայիսի 13-ին, 15-ին ու 17-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Պարկն իր մրցութային Survivor երգը կներկայացնի մայիսի 15-ին, երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում 5-րդ համարի ներքո։ Which one more that you got?